Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ վախերից ոչ թե վախենալ է պետք, այլ զգուշանալ է պետք, որովհետև կան վախեր, որոնք բնազդային մակարդակով մեր երեխային օգնում են պաշտպանվել տարբեր վտանգավոր իրավիճակներում, իսկ երբ որ այդ վախերը դառնում են շատ տարատեսակ ու խանգարում են երեխային ու առհասարակ մարդուն բնականon իր կյանքում, այդ դեպքում հաստատ արժի դիմել մասնագետի, լինել հետևողական այդ վախերին։ Հաճախ եմ հանդիպում, երբ երեխաներին տանում են մոմ թափողի մոտ վախերից ազատվելու համար։ Ես կարծում եմ, ինքս սա իմ անձնական կարծիքն է, որ այս process-ը ոչ միայն չի օգնում վախերը հաղթահարելու, այլ նաև որոշակի առումով երեխայի մոտ նոր վախեր կարող է ստեղծել։ Մինչև չափած տարիքս մտածում եմ, որ կլաուստրոֆոբիա ունեմ, ու տենց մտածում եմ փակ տարածքներից վախ ունեմ, այդ ինչ ծեր ստեղծում, որ տենց մանկահասակ տարիքում բեռնախցիկ էի մտել ու տենց ընկերոջս ասել էի կբացես հենց գորամ, ու չէր բացել։ Հաճախ ենք հանդիպում, երբ ծնողները փորձում են իդեալականացնել իրենց երեխաներին, անգամ երեխայի նկարագրած վախը եւ չեն թույլ տալիս, որ երեխան ամբողջությամբ արտահայտվի, հենց դա էլ խանգարում է վախի խորացմանը, որը հետագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ եւ պարտադիր դիմել մասնագետի։ Անկարծակի ճիչ, անկանոն շարժումներ, լաց, անշարժացում, ընդհատվածքում։ Երկար կարելի է թվարկել, թե ինչպես են դրսևորվում երեխաների վախերը։ Ոմանք տեսնում են դա, անհանգստանում ու անում ամեն ինչ երեխային պաշտպանելու համար։ Ոմանք անտեսում են, հղում անելով հազար ցավի դարման կմեծանա կանցնի համոզմունքին։ Ինչ է վախը, արդյոք միայն վնասում է։ Ինչպես ավելի չբարդացնել վախի պոռթկում ունեցող երեխայի վիճակը։ Ծնողական ժողովում այսօր խոսելու ենք մանկական վախերի ու դրանց հաղթահարման ուղիների մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք ծնողական ժողովի հրավերը։ Մինչ կսկսենք մեր քննարկումը, պետք է տեղեկացնեմ ձեզ, որ մեզ հետևում է հոգեբան Նանոր Մինասյանը։ Նա անելու է իր մեկնաբանությունները մեր հնչեցրած մտքերի վերաբերյալ, մասնագիտորեն մեկնաբանելու է եւ միանալու է մեզ այստեղ տաղավարում, որպեսզի ավելի մանրամասն խոսենք այսօրվա մեր թեմայի մասին։ Այսօր մեծահասակներով, ծնողներով հավաքվել ենք, որ խոսենք երեխաների վախերի մասին, բայց առաջարկում եմ գնանք մեր մանկություն, վերհիշենք մեր մանկական վախերը, նաև այն պայմանները, որոնցում դրանք առաջացել են։ Խնդրեմ Լուսինե, ձեզ հետ սկսենք։ Ես մանկության հասակում շատ վախեր եմ ունեցել, վախենում էի լուսնից, մթությունից, վախենում էի, որ մեր տուն գողեր կմտնեն, ամեն օր պարտադիր բոլոր դռները ստուգում էի, բանալիները փակում էի, պահում էի, գիտեի այդպես ապահովա։ Երազներ էի տեսնում, հիշում եմ, որ այդ երազներից էի վախենում, ու տենց հետո սկսվեց փակ տարածություններից, վերելակից, այսինքն վախեր կային, որոնք ժամանակի ընթացքում առաջացել էին, որովհետև ես ինչ-որ միտեղ փակված էի մնացել, վերելակում էի մնացել, վախեր կային, որ ինձ միշտ հետապնդել են։ Լուսինեից հետո, որ ասես պատմում եմ, մի բան կարամ ասեմ, երևի ամենատարածված բանը մթությունից եմ երևի մենակ վախեցել, բայց այդ էլ տարիքի հետ տենց շատ չի խորացել իմ մոտ, գնալով անցել է հիմա, դե պարզ է հիմա էլ որ շատ մոտ տեղ մտնել ինչ-որ անծանոթ կվախենամ, բայց տենց շատ խորացված չի իմ մոտ ընդհանրապես։ Շատ լավ, Իրինա։ Ամենից շատ վախեցել եմ շնից։ Երբ ես տանից դուրս էի գալիս, պարտադիր ինձ հետ սնունդ էի վերցնում, որպեսզի ճանապարհին շուն հանդիպելիս անպայման իրենց կերակրեի, ամենազավեշտալին այն է, որ կերակրում էի ու վազում, իրենք չհասկանալով ինչ է վազում, իրենք էլ իմ հետևից էին վազում։ Հիմա բավականին հաղթահարված է, իսկ ավելի հասուն տարիքից երևի մարդկանցից եմ վախենում։ Էլի սնունդով եք դուրս գալիս կերակ։ Մարդկանց էլ գալակի։ Այո, իհարկե։ Ու փախնել։ Ընտրել։ Մի կին կար, ես փոքր ժամանակ հաճախ էի տեսնում այդ կնոջը ու իրանից շատ էի վախենում, թեպետ ինքը ինձ ոչ վնասելա, ոչ նեղացրելա, բայց այդ վատ ազդեցությունը, կարծում եմ, դա երևի միակ վախն է, որ մինչ օրս ինձ հետ կա ու հիմա էլ երբեմն, երբ որ ես տեսնում եմ անտուն մարդկանց, հաճախակի ինձ մոտ վախի զգացողություն է առաջանում։ Վախերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով, մեկը կարող է լինել տարիքային վախեր, չնայած դրանց նույնպես պետք է ուշադրություն դարձնել
առաջացնել, կարող է այդ վախերը առաջանան կախված երեխայի բնույթից, որոշ երեխաներ շատ ավելի զգուշ են, շատ ավելի ուշադիր են, վախեր կարող են առաջանալ ներշնչված ծնողի վախերից, երբեմն վախեր առաջանում են, որովհետև ինչ որ փորձ է տեղի ունեցել երեխայի կյանքում, օրինակ մնացել է վերելակում եւ այլ, ուրիշ դեպքերում այլ իրավիճակներ կարող են տարբեր վախեր առաջացնել, օրինակի համար փոփոխություններ, մեծ փոփոխություններ երեխայի կյանքում, ամուսնալուծություն, տեղափոխություն եւ այլ։ Մի բան էլ ես հիշեմ, մենք փոքր տարիքում, եթե նույնիսկ վախեր ունեցել ենք, մենք վախեցել ենք մեր ծնողներին այդ վախերն ասել, այսինքն վերբալիզացնել։ Դուք մի փոքր ավելի երիտասարդ եք, ես եւ Իրինան ավելի մոտ ենք իրար տարիքով եւ այդպես էր։ Մենք չունեինք վստահություն, որ մեծահասակները մեզ կհասկանան։ Հիմա երևի այդպես չէ։ Իսկ ինչ մեղադրում էին։ Չես ամաչում մեծ աղջիկ ես, ինչից ես վախենում։ Ամոթանք էին տալիս։ Ասեմ հետո իմ երեխաները տղաներ են, անգամ այդ խոսակցությունը հաճախ ունենում ենք մեր ծնողների հետ, որպես իրենք արդեն տատիկ, պապիկ ոնց շփվեն այդ վախերի դեպքում, տղաների ու աղջիկների վախերը տարբեր ձև է դիտարկվում։ Տղային ամոթ է վախենա, աղջիկը ոչինչ, աղջիկը կարող վախենա։ Ահա որ կատաղում եմ, այդ որ իմ տղաներին ասում են ամոթ է, մի վախեցի, դու տղա ես, դու ուժեղ ես, ինչից ես վախենում, դու իրան կարաս սատկացնես այդ մկանը, միկից ինչի ես վախենում, բայց շատ նորմալ է, որ դու մոռանաս սեռը, հասկանաս ու չփորձես դա դարձնել երեխայի համար ամոթ, որ ինքը ուղղակի իր մեջ դա պահի ու հետո իրան ուղեկցի մինչև հասուն կյանք։ Այո, եւ աղջիկները եւ տղաները կարող են ունենալ տարբեր վախեր, այս դեպքում կարեւոր է շեշտ դնել ուժեղ լինելը ոչ թե որովհետև ինչ որ մեկը վախեր չի ունենում, որովհետև այդպեսին չի լինի, բոլոր մարդիկ ունենում են վախեր, այլ ուժեղությունը փոխանցել դրանում, որ կարող է ինչ որ բանից վախենում ես, բայց փորձում ես, ինչ որ փորձեր ես դիմում, որպեսզի կարողանաս հաղթահարես։ Դու ուժեղ ես այդ հարցով, որ փորձում ես հաղթահարել, ոչ թե որովհետև չես վախենում։ Վերջի օրինակներից բերեմ, ասում եմ օրինակ վախում եմ, ինձ թվում է պատուհանի հետո մի բան կա, ասում հա ես էլ եմ վախում, օքեյ, արի Ուզես գնանք միած ստուգենք, եթե կուզես, ասում եմ հա արի գնանք։ Գնում ենք, նայում ենք, ասում եմ վայ չէ, աստիճան էր դրած բան, բայց իրան տալիս եմ, որ իր մոտ ես տպավորվել եմ որպես ուժեղ մարդ, իր համար ես բայն ամենաուժեղ մարդն եմ երևի, ու երբ որ ես էլ եմ ասում, որ ես էլ ունեմ վախեր, այդ շատ նորմալ է, արի գնանք իրար հետ հաղթահարենք, ինքը արդեն ազատ է լինում։ Արդեն ամեն ինչի համար գալիս արտահայտվում, ասում է ինչ խնդիրներ ունի, դա էլ է կարևոր շատ, որ իրան որպես օրինակ մենակ ուժեղ չծառայես, այլ ցույց տաս, որ գալիս կիսես իր զգացածը։ Վախենալն ամոթ չէ, վախենալը թուլության նշան չէ։ Որոշ մարդիկ ուղղակի հրաժարվում են ընդունել դա ու ես կարող եմ հասկանալ։ Բավական է հիշել թեկուզ միայն այն, որ մեզ ծանոթ գրեթե բոլոր հեքիաթների ու մուլտֆիլմերի գլխավոր հերոսները օժտված են բացառապես ուժի, խիզախության ածանցյալ հատկանիշներով։ Իսկ եթե ինչ-որ բանից էլ վախենում են, ապա դա կամ ստանում է հումորի տեսք, կամ մնում է հերոսի արժանինքների ստվերում։ Իսկ ինչ կասեք ծնողների սպասելիքների մասին։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները լինեն անթերի, իսկ վախը կամ ինչպես ընդունված է ասել վախկոտությունը այդ կոնցեպցիայի մեջ չի տեղավորվում։ Եկեք մեկ ընդմիշտ սրենք այս թյուրիմացությունը, բայց նախ լսենք մեր հեռուստադիտողներին։ Միֆ է թե իրականություն, որ վախը երեխայի օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներից մեկն է։ Միֆ է թե իրականություն, որ հնարավոր է ունենալ բացարձակ անվախ երեխա։ Հնարավոր է, որովհետև եթե երեխան էմոցիաները չի արտահայտում, այդ ամեն ինչը իր հոգեկանի վրա ազդեցություն է թողնում իմ կարծիքով, էլի։ Միֆ է, իրականություն։ Երբ որ երեխան օրինակ կրակին ձեռքով մոտեցնում է չիմանալով դա ինչ է ու սկզբում վախենում է, երբ որ դա տաք է լինում, շատ երեխաներին դա չի խանգարում երկրորդ անգամ իրենց ձեռքը մոտեցնել ու առհասարակ վախենալ կրակից։ Ընդհանրապես զգուշանում են ճանաչելով աշխարհը ինչ որ ձևով, բայց հաշվի առնելով թե ինչքան վախերի տեսակներ կան ու ինչքան վախեր կարող են ձևավորվել, չես կարող ասել ամեն ինչը պաշտպանական ռեակցիայի արդյունքում է ձևավորվում վախը։ Դրա համար ցենց 50-50 կարող եմ պատասխանել։ Հատկապես սկզբի տարին մամայի արտացոլանքն է ինձ թվում է երեխայի վախերը, թե չգիտեմ շներից, թե ամեն ինչից մամայի պատկերացումներն է ավելի շատ երեխայի։ Կարծում եմ դա իրականություն է։ Երևի այդ ձև երեխան փորձում է ինքն իրեն պաշտպանել, ցույց տալով, որ օրինակ օգնության կարիք ունի, չգիտեմ, մեծերի կողմից։ Իրականություն է։ Դե իրականությունն է ոնց։ Իմ
Իմ կարծիքով պաշտպանական ֆունկցիա է հենց վախը երեխայի օրգանիզմում, քանի որ երեխան չի կարողանում իր հույսերը դրսևորել եւ արդյունքում սկսում է վախենալ ինչ որ երևույթներից։ Կարծում եմ միֆ է։ Չէ, ինձ թվում է չկա։ Չկա, հնարավոր չի տենց բան լինի։ Այ դա ինձ թվում է միֆ է, որովհետև երեխան անգիտակից տարիքում նամանավանդ կարող է շատ անվախ լինել, որտեղ մենք բոլոր սպորտաձևերը փորձելիս, անգամ բակում խաղալիս շատ անվախ ենք եղել, որովհետև ուղղակի չեն կարող գնահատել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Բնականաբար երբ երեխան դա չի հասկանում, շատ անվախ երեխայի տպավորություն է թողում, բայց դա հասակի հետ փոխվում է ամեն դեպքում։ Միֆ։ Չէ, միֆ է, չի կարա տես բան լինի, բոլորն է, թե երեխաները, թե մեծերը ինչ որ վախ ունեն։ Կարծում եմ ինչ որ մի տարիքից գիտակցությունը երբ զարգանա, հաստատ վախեր են առաջանալու, բայց այս փոքր տարիքում հաստատ հնարավոր է անվախանել, որովհետև վախերը հենց մենք մեր ռեակցիաներով ենք իր մոտ ձևավորում։ Չեմ համարում ճիշտ, որովհետև հնարավոր չի երեխան վախի զգացում չունենա։ Ճիշտ ասած, հիմա ոնց որ մի տեսակ երեխաները արդեն փոխված են, ավելի շատ անվախ են, երևի իմ կարծիքով։ Երևի թե իրականություն։ Չէ, դուք արդեն միֆ է, անվախ երեխա հնարավոր չի, երեխաները միշտ վախ ունեն իրենց մեջ։ Կարծում եմ հնարավոր է ունենալ անվախ երեխա, դա հիմնականում կապված է թե ինչպես կմեծանա երեխան, ինչպիսի ընտանիքում, ինչպիսի պայմաններում եւ շատ հնարավոր է որ երեխան անվախ լինի։ Ես աղջիկ ունեմ, որ ինքը շատ անվախ է, ամենտեղ ինքը կարող է ներգրավված լինել առանց վախենալու, առանց կաշկանդվելու, իսկ տղաներն էլ դա ոնց որ կարծրատիպ է, հնուց եկած, որ պետքա տղաները ավելի ուժեղ լինեն, բայց փորձը ցույց է տալիս, որ աղջիկները մեկ-մեկ շատ ավելի ուժեղ են լինում։ Առաջին ալիքի եթերում դուք դիտում եք ծնողական ժողովը։ Մեր հարցումը ցույց տվեց, որ մանկական վախերի վերաբերյալ մարդկանց կարծիքը միանշանակ չէ։ Պարզաբանման համար մեզ միացել է հոգեբան Նանոր Մինասյանը, բարև ձեզ Նանոր։ Բարև ձեզ։ Տեսնում եք, մարդիկ շատ տարբեր բաներ են հասկանում վախ ասելով։ Նախ խնդրում եմ ձևակերպեք եւ օգնեք մեզ հասկանալ ինչ է վախը եւ ինչ նշանակություն ու ֆունկցիա այն ունի հատկապես երեխայի կյանքում։ Վախը շատ բնական հույզ է, որը հանդիպում է եւ երեխաների եւ մեծահասակների մոտ, պաշտպանողական ռեակցիան է տարբեր իրավիճակներից, այն իրավիճակներից, երբ հանկարծ մեր օրգանիզմը զգում է, որ ինչ որ վտանգ է այնտեղ սպառվում։ Իսկ հնարավոր է խոսել վախերի իսպառ բացակայության մասին երեխայի կյանքում։ Դա հնարավոր մի սպասելիք չի, որովհետև ինչպես նշվեց, վախը շատ նորմալ ու բնական հույզ է, որը որ բոլոր մարդիկ ունենում են։ Այդպես որ այստեղ շեշտը չդնել, թե չվախենաս, այլ շեշտը դնել, որ այո, ինչ որ դեպքերում վախենալու է, ու դու ինչպես դա կկարողանաս հաղթահարել։ Այ հենց այս պահերն են, երբ երեխաներ իրենց մասին մտածում են, որ վախեցա, բայց հաղթահարեցի, որովհետև երբ սպասում ենք, որ երեխան ոչ մի բանից չվախենա, ու այդ սպասելիքն ենք դնում, ինքը հակառակ փաստին է առնչվում, երբ որ մեծանում է, ու կյանքում լի են իրավիճակներ, երբ մենք զգում ենք այդ տագնապն ու այդ վախը, ու հիմա չգիտենք դրա հետ գործ ունենանք, որովհետև դա մի բան էր, որը մեր ծնողները մեզ ասում էին, ինձ ասում էին, ասենք որպես երեխա, որ դա պետքա չլիներ։ Հիմա եղել է, ու ես չգիտեմ դրա հետ ոնց գործ ունենամ։ Հակառակը, երբ որ տեսնում ենք երեխան վախենում է ու իրեն փոխանցում ենք այդ ուժը, որ այո, վախեցար, բայց դու կարող ես հաղթահարել, հենց այդ փորձն է, որ իրենց ուժեղացնելու է։ Մենք ծնողներս նաև վախենում ենք մեր երեխաների վախերից։ Ինքներս էլ երբեմն վախենում ենք վախենալ այն աստիճանի, որ անթույլատրելի գործողությունների ենք դիմում վախերից ձերբազատվելու համար։ Առաջարկում եմ այս թեման ու քննարկումը շարունակենք ծնողների հետ։ Խնդրեմ համեցեք։ Բարև ձեզ։ Հիմա փորձենք մեզ ծնողներից նայել կողքի աչքով ու ինչ որտեղ գտնել մեր սխալները։ Մենք առաջարկում ենք խաղ խաղալ, պատրաստել ենք թղթակալներ եւ ֆլոմաստերներ, խնդրում եմ վերցրեք։ Առաջադրանքն այսպիսին է, դուք պետք է գրեք 3 բառ, որոնք անթույլատրելի են, բայց կիրառվում են այն դեպքերում, երբ երեխան վախ ունի։ Խնդրում եմ շրջեք թղթակալներն այնպես, որ ես տեսնեմ, ես կընթերցեմ եւ Նանորը կմեկնաբանի։ Առաջին ամոթ են գրել։ Ամոթ, հա։
Դու արդեն մեծ ես, հո աղջիկ չես, Հողզիկ չես հո ղզիկ չես կամ կամ վախկոտ։ վախկոտ։ Շատ լավ։ Ես այդ նախադասություններից բառերն եմ ասել։ Ռզիկ, վախկոտ ու ամոթ։ Հասկացա, Իրինայի մոտ ամոթ է, չի սազում քեզ, անիմաստ բղավող։ Աղջիկ տղա, նույնն է, դու աղջիկ ես, տղա ես, ամոթա չի կարելի, ամոթ է եւ դու արդեն մեծ ես։ Տեսեք, մենք աղջկան ու տղային վերագրում ենք անվախության հատկանիշներ, ինչ կարող ենք սրա փոխարեն ասել երեխային եւ առհասարակ ինչու սերով պայմանավորել վախ ունենալը կամ չունենալը։ Դա կարծում եմ սպասելիք է, որը որ մեր շրջապատում միջավայրում դա շատ է տարածված, որ տղաները պետք է չվախենան, բայց եթե մի անգամ եւս հիշենք, որ վախը նորմալ հույս է ու ցանկացած մարդ կարող է այդ փորձով անցնել, դա երևի թե մեզ նաեւ ծնողներիս էլ սփոփանք կտա, կամ երբ այդ միտքը գալիս է, որ հա իմ երեխաց կարող է ունենալ տարբեր հույսեր, ինչպես կարող եմ իրեն օգնել, որպեսզի հաղթահարի։ Ու այս ընդհանուր այս արտահայտությունների մեջ այդ ամոթն էր կրկնված ու ցանկացած հարցում, երբ որ ուզում ենք ինչ-որ այս հարցով կամ տարբեր իրավիճակներով երեխաներին արձագանք տանք, մեր մտքում լինի թե ես այս արձագանքովս իրեն ուժեղացնում եմ, թե ամոթանք եմ փոխանցում։ Եթե ամոթանք եմ փոխանցում, ղզիկ եմ ասում, աղջիկ եմ ասում, հոմեց չես ասում, ինչ բոլորի տակ ինչ-որ ամոթանքի ուղղված մեկնաբանություններ են ու դա ոչ թե երեխային օգնելու է, այլ ուղղակի բարդացնելու է իրավիճակը եւ նաեւ որ նա իր մասին մտածելու է, որ ուրեմն ես այսպիսինն եմ, ուրեմն ես խզիկ եմ, ամոթ եմ եւ այլ։ Դրա համար շատ կարեւոր է որ բարբերաբար երեխաներին ուղղակի հարցնել, եթե մի բան քեզ անհանգստացում է կամ դու ինչ-որ բանից վախենում ես, միշտ իմացիր, որ ես այստեղ եմ ու ես պատրաստ եմ քեզ լսել։ Երբ տալիս ենք այս բաց հնարավորությունը, երեխաները շատ հաճախ ավելի պատրաստ են մոտենում ծնողին, որովհետեւ կարողանան խոսել իրենց դժվար փորձերից, որովհետեւ վախը իսկապես դժվար հույս է ու շատ հաճախ մեծահասակներն ու երեխաները խուսափում են դրա մասին արտահայտվել։ Մենք ընդգծում ենք արտահայտություններ եւ քննարկում ենք, որոնք ցանկալի չեն, բայց եթե մենք երեխային ասում ենք դու շատ անվախ ես, դու շատ քաջ ես, սա ճիշտ ձևակերպում է, սա ճիշտ բառամթերք է երեխային ասելու։ Երբ մենք տեսնում ենք տվյալ պահին, որ իսկապես օրինակ իր վախի օբյեկտը տարածքում է, նա իսկապես վախենում է, հենց այդ պահին իրեն ասենք, որ դու անվախ ես, դու սուպերհերոս ես, դու գերբնական ուժով ես օժտված, շատ կարևոր հարցադրում է, որովհետև երբ որ ասում ենք, այո, դու անվախ ես, դու քաջ ես, ունենք այդ նպատակը, որ ուզում ենք նրան ուժեղացնել, բայց դա մյուս կողմից հակասանք է փոխանցում, որ ես եթե այս վախը այս պահին զգում եմ ու չեմ կարողանում մի անգամից հաղթահարել, ուրեմն ես էլի մնացի տկարի կերպարում։ Այդպես որ եթե որ այդ պահին ինչ որ իրավիճակ է, որը որ երեխային վախեցնում է, կարող ենք առաջարկել փոքր քայլեր, որը որ կարող է երեխան իսկապես հաղթահարել։ Օրինակ, եթե վախենում է մենակով սենյակում լինել, դա կարող է լինել առաջի հերթին, որ մի քանի վայրկյան մնա սենյակում ու դուրս գա։ Այսինքն այնպիսի քայլեր առաջարկենք, որը որ երեխան կկարողանա դա անել եւ ոչ թե լինի նպատակը, որ անվախ ես, ուրեմն այս վախը միանգամից հաջորդ օրը հաղթահարեցիր, այլ լինի, որ փորձում ես ինչ-որ բաներ անել այդ հարցում, որպեսզի դու փորձես հաղթահարել։ Այս դեպքում կարևոր է, որ ուժը կամ անվախ քաջ լինելը ինչպես ենք երեխային նկարագրում։ Եթե ուժեղ այն մարդն է, ով որ ընդհանրապես չի վախենում, ուրեմն ոչ մեկս էլ ուժեղ չենք։ Իսկ եթե ուժեղ այն մարդն է, ով որ այո, ունենում է որոշակի վախեր ու փորձում է դրանք հաղթահարել, այս դեպքում երեխան իրեն արդեն որ կնկարագրի որպես ուժեղ, որովհետև ես կողքն եմ ծնող որպես ու փորձում եմ տեսնում եմ ինչի հարցում ես դժվարանում, որովհետեւ քեզ օգնեմ այս հարցով։ Պետք է խնդրեմ, որ հիմա գրեք 3 գործոն կամ գործողություն, որ կարող են նպաստել վախերի խորացմանը երեխայի մոտ։ Խնդրում եմ շրջեք ցուցանակները, ես կընթերցեմ եւ հոգեբանը կմեկնաբանի։ Չլսել երեխային, ստել, չխոսել, կրկին չլսել երեխային, չհասկանալ, մերժել, ծնողի փառասիրությունը կարող է խորացնել երեխայի վախը Լուսինեի կարծիքով, սեփական պատկերացումները վախի մասին, վախն անտեսելը, չես կարող վախենալ, չհավատալ երեխային, ասել որ ծնողը, այսինքն ես ասել որ ես ուժեղ եմ, ծնողը որ ասի ես ուժեղ եմ ու միշտ քո կողքն եմ լինելու։
իր վրա վերցնել։ Ծնողը իրեն է բերում առաջին պլան եւ ասում է, որ ես ուժեղ եմ, ես միշտ քո կողքին եմ։ Բայց մենք գիտենք, որ կյանքում կան իրավիճակներ, եւ ծնողը երեխայի կողքին չէ։ Փորձենք վերլուծել, որոնք են նախ ունենք կրկնվող տարբերակներ եւ որոնք են ուշադրության առավել արժանի։ Չլսել երեխային, եւ անտեսել երեխային, անտեսել, չհավատալ, մերժել։ Սա մի խումբ է կարծես։ Այո, բոլորը մի խումբ է, այո, երբ երեխան գալիս պատմում է, ուրեմն հավատալ, լսել, ընդունել, խոսել, բացել այդ թեման։ Նորայրը մի տարբերակ է առաջարկում, որ կարծում եմ քննարկման առիթ կտա, երբ ծնողն ասում է ես ուժեղ եմ։ Ես ուժեղ եմ կամ օրինակ նույն օրինակով կարասի աղբերդ։ Աղբերդ ուժեղը քո կողքնա քեզ կօգնի։ Խոսքը երևի թե այս հարցում դրա մասին է, որ ես քո փոխարեն կանեմ։ Երբ որ ասում ենք, որ որպես ծնող ասեմ, երբ որ ասում ենք, որ ես քո կողքն եմ, այսինքն հուզագանորեն ես քո կողքն եմ, ես կօգնեմ, որպեսզի դու ինչ որ ձևերի հասնես, որպեսզի դու կարողանաս այս վախը հաղթահարել, դա ուրիշ բան է։ Բայց երբ որ խոսում ենք, որ ես այդ հարցը քո փոխարեն կլուծեմ, որպեսզի ամեն ինչ կանեմ, որպեսզի հանգարց դու այդ վախը կյանքում չզգաս, այս այն դեպքն է, որ նույնպես մենք մերժում ենք, փակում ենք, չենք թողնում, որպես երեխան այդ փորձով անցնի ու հետո կարողանա հաղթահարի։ Այս մոտեցումը այո կարող է հակառակ մեծ ազդեցություն տալ այս դեպքում։ Այստեղ բանաձևը պարզ է, լսել, հասկանալ, արձագանքել։ Հիմա փորձենք հիշել, թե վախի հաղթահարման ինչ անթույլատրելի ձևեր են ձեզ ծանոթ, այնինչ նկատում եք մեր իրականության մեջ եւ որը ձեր կարծիքով մերժելի է, ցանկալի չէ։ Նշեք գոնե երկուսը, եթե երեքը ավելի։ Երևի երկուսը։ Մենք գիտեինք, որ այստեղ դժվարություն է լինելու, դրա համար մեր սպասելիքների շեմն իջեցրել ենք։ Ուրեմն ձեզ հետ էլ սկսենք, խնդրում եմ շրջեք եւ քննարկենք դանակ դոշակի տակ, այո, մոմ թափել, վախ չափել, ինչ որ բաներ կերակրել երեխային, ահա։ Կանեն էլ ինձ թվում է։ Գուշակի մոտ գնալու։ Հավաքել եք։ Ծիսակարգելի։ Ու մյուսը որ փախչել վախից, այսինքն տեսնում ես որ վախում, բայց դու փորձում ես իրան ուղակի այդ թեմայից շեղես, տանես այ չէ։ Չես վախում, արի գնանք մյուս սենյակ։ Դեք վախնան։ Մոմ թափել, բամբակ վառել, Իրինա ինչ չեք առաջարկում։ Ահա, այստեղ գրել եմ խորացնելը, բացեմ փակագծերը, այսինքն լսել եմ նման դեպքեր, որ երեխան մթությունից վախենում է, հատուկ թողնում են մթության մեջ, որ իբրև թե վախը հաղթահարի։ Շնից վախենում է, ասում են գնա չի կծի ու դա կարող է ավելի վատ հետևանք ունենալ։ Այո, եթե երեխան պատրաստ չի միանգամից այդ վախի հետ արիերեսվի ու մենք ստիպում ենք ինչ որ քայլ անի, որը որ երեխան տեր պատրաստ չի, ապա կարող է խորացնենք վախը ու կարող է մի անգամ եւս երեխայի մոտ ամրապնդվի, որ ուրեմն ես չեմ կարողանա։ Առաջարկելու ենք այնպիսի փոքրիկ քայլեր, որոնք երեխան կկարողանա հաղթահարել։ Այդպես որ սպասելիքները իջեցնենք այս հարցում, ոչ թե որ ուղղակի մի բանի տանենք, ստիպենք երեխային, որ ինքը տեր պատրաստ չի։ Եվ ամփոփելով այն տարբերակները, որ ծնողները հիշատակեցին, գուշակի մոտ գնալը, դրա տակ մի մեծ համակարգ կա իր բոլոր ենթակետերով, փորձենք բացատրել եւս մեկ անգամ ով է այն մասնագետը, ով իրավունք ունի աշխատել երեխայի վախերի մոտ, ում դուռը պետք է թակենք, իհարկե ոչ գուշակի, բայց ում։ Եթե ոչ գուշակի, ապա ում մոտ գնալ, դիմել հոգեբանների։ Հոգեբանը ուսումնասիրում է կոնկրետ տվյալ երեխայի դեպքը ու ըստ այնը արդեն մշակում են քայլեր ծնողի հետ միասին, ներգրավվածությունը ծնողի այստեղ նույնպես կարևոր է, որպեսզի քայլ առ քայլ երեխան կարողանա այս վախերը հաղթահարի։ Շնորհակալ եմ Նանոր, որ այսօր տնողական ժողովում էիք, ձեր դիտարկումները շատ օգտակար էին, ամբողջացրին այն ամենը, ինչ քննարկում էինք ծնողների հետ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսօր քանիցս խոսեցինք, որ վախից վախենալ պետք չէ, բայց նաև հասցրինք ընդգծել, թե երբ է վախը կորցնում պաշտպանական գործառույթը, վնասելով երեխային։ Երեխաների մենթալ եւ ֆիզիկական առողջության վրա բացասապար ազդող վախերի, դրանց ծայրահեղ արտահայտման ու հաղթահարման միջոցների մասին կզրուցենք երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի ղեկավար հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։ Բարև ձեզ Անուշ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Փորձենք հասկանալ, թե երբ է վախը
դուրս գալիս վերահսկողությունից։ Ինչ դրսևորումների վրա կենտրոնանանք հասկանալու, որ այո, ժամանակն է մասնագիտական օգնության։ Կարող եմ ասել գլխավոր չափորոշիչը, վախը պիտի մեզ անհանգստացնի այն ժամանակ, երբ որ սկսում է երեխայի կյանքի որակի վրա անդրադառնալ։ Եթե մենք տեսնում ենք, որ երեխայի կրթության վրա է անդրադառնում, այսինքն երեխան սկսել է ավելի վատ ցուցանիշներ ցույց տալ դպրոցում, եթե մենք տեսնում ենք, որ նրա ֆիզիոլոգիական ինչ-որ process-ներն են փոխվել, օրինակ վատ է քնում, վատ է սնվում, եթե մենք տեսնում ենք, որ նրա շփման ոլորտն է սկսել փոխվել, այսինքն նա այլևս նույն ակտիվությամբ, նույն ոգևորությամբ, նույն վստահությամբ չի գնում շփման, այս դեպքերում մենք պիտի իհարկե անհանգստանանք, որովհետև առողջ երեխան ակտիվ երեխան է, ինքնավստահ երեխան է եւ ուրախ երեխան է։ Եթե մենք տեսնում ենք, որ երեխան ուրախ չի, ակտիվ չի, ինքնավստահ չի, արդեն պիտի անհանգստանանք։ Արդյոք կարող ենք տարանջատել եւ խոսել վախերի այնպիսի տեսակների մասին, որոնք ճակերտավոր ոչ նորմալ վախեր են, այսինքն վախեր են, որոնք իսկապես մտահոգվելու առիթ կտան ծնողին։ Կա այդպիսի ցանկ տարիքային վախերի, որը օգնում է ծնողներին կողմնորոշվել։ Այդ ցանկերը տարբեր տեղեր հրապարակված են, օրինակ 3-ից 5 տարեկանում երեխաները վախենում են մթությունից, մենակությունից եւ փակ տարածություններից, եւ սրանք այդպես վախերի ցանկեր են, որ կարելի է դրան ծանոթանալ եւ իմանալ, որ եթե այս տարիքում երեխան այսպիսի վախ ունի, ես չպիտի անհանգստանամ։ Օրինակ այն շրջանում, երբ երեխաները կախարդական հեքիաթների հետ են ծանոթանում, նաև իրենք կախարդական կերպարներից են վախենում։ Օրինակ քնից արթնանում են, ասում են գայլը ընկել էր իմ հետևից եւ այլն։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ վախը կայուն է, այսինքն 3 ամիս, 4 ամիս, 6 ամիս ավել երեխան անընդհատ այսպես կպչուն նույն բանի մասին խոսում է, քնի խանգարում ունի, դարձել է ավելի ինքնամփոփ, այսինքն մենք ընդհանուր երեխայի կյանքի որակի անկում ենք տեսնում, ապա անպայման պետք է մասնագետի դիմել, որովհետեւ տարիքային վախերը եւս կարող են դառնալ շատ ամուր, կայուն եւ չհաղթահարվել։ Եթե դրանք տարիքային են, չի նշանակում, որ սրանց պետք է անտարբեր լինել, որովհետեւ դրանք կարող են շատ սուր արտահայտվել։ Եթե մենք տեսնում ենք, որ անդրադառնում է կյանքի որակի վրա, օրինակ քնից արթնացավ երեխան, խոսեց վախից, հետո ամբողջ օրը դրա մասին խոսում է, անընդհատ հիշում է, անընդհատ անդրադառնում է, կարելի է մի փոքր անհանգստանալ։ Եթե երեխան արթնացավ, մայրիկին պատմեց, հետո մոռացավ դրա մասին, օրվա ընթացքում ակտիվ էր, խաղում էր, իր նման էր, ուրեմն անհանգստանալ պետք չէ։ Երբ արդեն ծնողը կողմնորոշվել ու հասկացել է, որ պետք է երեխային տանի հոգեբանի մոտ։ Շատ հաճախ մարդիկ ճիշտ սպասելիքներ չունեն հոգեբանից ու հոգեթերապևտից։ Ենթադրում են, որ մեկ հանդիպումով կես ժամվա ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն։ Փորձենք օգնել մարդկանց հասկանալ, թե ինչ կտա մասնագետը այն պարագայում, երբ երեխային բերում ենք վախերի խնդրով, ինչ ակնկալել եւ ինչպես նաեւ ընտրել ու գտնել ճիշտ մասնագետի։ Վախերի դեպքում մենք առաջին հերթին հանդիպում ենք ունենում ծնողների եւ երեխայի հետ միասին, հաճախ ամբողջ ընտանիքի եւ ուսումնասիրում ենք ընտանիքը։ Եվ երբ որ մենք խաղային թերապիայի սենյակում տեսնում ենք երեխաներին, օրինակ, մենք կարող ենք նկատել, որ օրինակ մեծը փոքրի նկատմամբ ինչ որ այդպես ագրեսիվ բաներ ունի եւ կռահենք, թե որտեղից կարող են լինել այս վախերը։ Մենք կարող ենք տեսնել ծնողների վերաբերմունքը երեխայի նկատմամբ եւ այդտեղից ինչ որ բաներ կռահենք, հասկանանք, թե ինչպիսի ինֆորմացիա են ծնողները տալիս երեխաներին։ Օրինակ կարող է ինչ որ մի բան անի երեխան եւ մայրը կամ հայրը միանգամից այսպես արձագանքեն, վայ չանես, վայ ձեռք չտաս, վայ խելոք նստի ծոճան քեզ դեռ թույլ չի տվել, որ դու խաղաս սրանով, այս տեսակ բաներ ասեն եւ մենք կռահենք, որ մի քիչ ծնողները եւս ունեն ավելորդ տագնապայնություն եւ շատ սահմանափակումներ են դնում։ Առաջին հերթին այս խորհրդատվությունն է պետք ստանալ, հաճախ խորհրդատվության արդյունքում ծնողները կողմնորոշվում են, թե ինչ պիտի իրենք փոխեն իրենց վարքագծում եւ մոտեցումներում եւ առանձնապես հետագայում երեխայի հետ թերապիա իրականացնելու կարիք չի լինում։ Երբեմն անհրաժեշտ է լինում մի որոշ ժամանակ երեխայի հետ եւս աշխատել։ Այստեղ մի ուրախալի լուր կա, որ վախերը իրականում մանկական թերապիայի արդյունքում շատ լավ շտկման են ենթարկվում, այսինքն շատ հաճախ դրանք լիովին վերանում են, լիովին շտկվում են եւ պսիխոթերապիայի մեջ երևի ամենահեշտ ոլորտն են հանդիսանում։ Ճիշտ է, դրանք շատ վառ երևում են եւ շատ կարող են խանգարել երեխայի կյանքում, բայց իրենք հեշտությամբ են շտկվում
մասնագետների օգնությամբ։ Բայց այդ ծնողական խորհրդատվությունը կարող եմ ասել, որ մի փոքր երբեմն բարդ է լինում, որովհետև ծնողները հաճախ, երբ որ երեխային տանում են մանկական հոգեբանի մոտ, իրենք ակնկալում են, որ խնդիրը երեխայի մեջ է լինելու եւ իրենց ասելու են, որ այ գիտեք երեխայի մոտ այս բաները կան, մենք ձեզ կօգնենք, որ այդ խնդիրները լուծվեն։ Բայց հաճախ մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին այս կամ այն բանը փոխել իրենց վարքում, եւ դա ոչ միշտ է հեշտությամբ ընկալվում ծնողների կողմից։ Այստեղ երևի հոգեբանը պիտի ավելի փորձառու եւ ամուր լինի, որպեսզի մեղմորեն եւ ծնողի համար շատ ընդունելի ձևով իրեն հուշի, թե ինքը ինչ պիտի անի, ինչ պիտի փոխի։ Շատ հաճախ երեխան կարծես արտապատկերում է ծնողների հարաբերությունները եւ ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես են մթնոլորտը, ինչպես է ծնողը կամ երեխայի համար կարևոր նաեւ գուցե այլ մեծահասակներ ազդում երեխայի հոգեկան աշխարհի վրա։ Դուք ձեր պրակտիկայում վստահ եմ նկատել եք նաեւ նման դեպքեր։ Իսկապես ծնողների հոգեվիճակը մեծապես անդրադառնում է երեխայի հոգեվիճակի եւ հոգեկան առողջության վրա։ Շատ հաճախ ծնողները մտածում են, որ իրենց հարաբերությունները, հենց ծնողների միջև եղած հարաբերությունները կամ ծնողների եւ տան այլ մեծահասակների, տատիկ-պապիկների, հորաքույրերի, մորաքույրերի հետ հարաբերությունները իրենց հարաբերություններն են, երեխայի հետ դրանք կապ չունեն, բայց իրականում այդպես չէ։ Երեխաները շատ զգայուն են, շատ հեշտությամբ վերցնում են այսպես օդում գոյություն ունեցող լարվածությունները։ Հաճախ ծնողները իսկապես թաքցնում են երեխաներից իրենց խնդիրները, այդպես անադեկվատ չեն էլի մարդիկ, իսկապես փորձում են երեխային զերծ պահել ինչ-որ խնդիրներից, բայց երեխաները իրենք ամենուր են, իրենք ֆրազաներն են օդից վերցնում, իրենք նկատում են մայրիկի ու տատիկի միջև լարվածությունը, իրենք նկատում են հայրիկի ու մայրիկի լարվածությունը եւ շատ խորը վախեր են ունենում դրանց հետ կապված։ Եվ այստեղ ես պիտի նշեմ, որ երեխաները առհասարակ էգոցենտրիկ են։ Ինչ է նշանակում էգոցենտրիկ, այսինքն իրենք աշխարհը ընկալում են իրենց շուրջը պտտվող։ Օրինակ, երեխան կարող է նման միտք ասել, որ եթե ես ինձ լավ պահեի, տատիկը չէր մահանա։ Եթե ես ինձ լավ պահեի, դպրոցում լավ սովորեի, հայրիկը չէր հեռանա։ Բնական է, չէ՞ որ երեխայի վարքի հետ ընդհանրապես կապ չունեցող բաներ են դրանք, բայց երեխաները հաճախ մտածում են, որ իրենք ինչ-որ բան այնպես չեն արել, դրա պատճառով ծնողները վիճեցին, դրա պատճառով տեղի ունեցավ ինչ-որ մի սարսափելի բան։ Երբեմն նաև ծնողներն են այդպիսի բաներ ասում։ Օրինակ, կարող են իսկապես երեխային ասել, այ որ դու ինձ չջղայնացնես, սենց չի լինի կամ այնպես չի լինի։ Մենք պիտի շատ զգուշանանք այսպիսի բաներից, երեխային շատ մեղադրող ինչ-որ նախադասություններից, արտահայտություններից եւ առաջին հերթին ծնողները պիտի իրենց հոգեվիճակով զբաղվեն։ Օրինակ ծնողների բարձր տագնապայնությունը, իրենց վախերը, ապագայի հետ կապված, իրենց հարաբերությունների հետ կապված, նույն երեխայի առողջության հետ կապված վախերը անպայման անդրադառնում են երեխայի վրա։ Ուզում եմ հորդորել ուղղակի ծնողներին, որ իրենք իրենց հոգեվիճակի նկատմամբ ուշադիր լինեն եւ մտածեն ինչպես կարող են այս իմ բոլոր զգացմունքները, այս զգացմունքների գունապնակը ինչպես կարող է անդրադառնալ երեխայի վրա եւ հատկապես մեր հարաբերությունները։ Եվ եթե ծնողները հիշեն, թե ինչքան ուրախ են լինում իրենց երեխաները, երբ տեսնում են, որ իրենք իրար հետ լավ են, հումոր են անում, կոմպլիմենտներ են անում, պապան ձեռքը գցում է մամայի ուսին, չգիտեմ, մարդիկ գրկախ առնվում են, իրար հաճելի բաներ են ասում, իրենք իսկապես կհասկանան, թե ինչպես են երեխաներն իրենց զգում, երբ որ ճիշտ հակառակն են տեսնում։ Շնորհակալ եմ շատ Անուշ ձեր մասնագիտական մեկնաբանությունների համար։ Կարևոր էր, որ այսօր միացաք ծնողական ժողովին։ Շնորհակալ եմ։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, շնորհակալություն։ Եվ այսպես հարգելի ծնողներ, այսօր խոսեցինք երեխաների վախերի մասին, տարբեր դիտանկյուններից փորձեցինք մոտենալ։ Հիմա պահն է ամփոփելու եւ դուրս բերելու այն կարևոր մտքերը, որ գուցե գիտեինք եւ դա մեր համոզմունքն էր, բայց նաեւ մտքեր, որ այստեղ լսեցինք իրարից, մասնագետներից, եւս մեկ անգամ կարող ենք դրանք ամբողջացնել ու ամփոփել։ Խնդրեմ Լուսինե։ Առաջնային կետերից մեկը չանտեսել, վերևից չնայել երեխային, մեծի դիրքից։ Կարծում եմ դա կօգնի հաստատ նորայր։ Ամենաառաջնային որ 4-ով համակարծիք էինք տատական այդ ավանդական գուշակի մոտ տանել, չգիտեմ, մոմ թափող, մի խոսքով այդ ավանդական տարբերակները դնենք մի կողմ եւ գնանք մասնագետի մոտ, գտնենք մեր հոգուն հարազատ, մեր վստահելի հոգեբանին մանկական, ով կարող օգնի այդ հարցում ձեզ։ Վստահ եմ դժվար չի լինի գտնել, իրականում պետք է ուղղակի ցանկություն։
Շատ ճիշտ է։ Հանգիստ թողնել երեխային ամբողջ օրը անդադար օրը 24 ժամ չխոսել վախի մասին երեխայի հետ։ Այդ դեպքում եւս կարող ենք հաղթահարել։ Շնորհակալ եմ, Ռոզալիա։ Կարծում եմ ամենակարևոր բանը չպիտակավորել երեխային եւ չնվաստացնել նրան նրա ունեցած վախերի համար։ Ես էլ մի միտք ավելացնեմ, ճուշացնել օգնությունը, չապավինել ժամանակին, երբեմն ժամանակը մեր օգտին չի գործում եւ հասկանալ, որ այո, հիմա է պահը, պետք է երեխային օգնել որպես ծնող ու դիմել նաեւ մասնագիտական օգնությանը։ Սա էլ շատ կարեւոր է, կարծում եմ բոլորս համակարծիք ենք, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Շնորհակալ եմ շատ։ Ու ելանք ծնողական ժողովի։ Շնորհակալ եմ, լավ քննարկում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։